Ողջույն հրագինուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայկական քվե կուսակցության վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանին։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան, շնորհակալ եմ հրավեր ընդունել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Սիրով։ Պարոն Սողոմոնյան այսօր Հայաստանում մեկնարկեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, ինչպես է գնահատում դրա անցկացումը Հայաստանում ընտրություններից առաջ, ինչ կտա ձեր գնահատմամբ դա Հայաստանին եւ ինչպես կնպաստի մեր երկրի միջազգային դիրքի ամրապնդմանը։ Ընդհանուր առմամբ Հայաստանը պետք է զարգացնի եվրոպական երկրների հետ ինչպես երկկողմ ձևաչափով իր հարաբերությունները, այնպես էլ Եվրոպական միության հետ, եվրոպական կառավարման կառույցների հետ հարաբերությունները պետք է զարգացնի, նպատակ ունենալով ինստիտուցիոնալ բարեփոխումները առաջին հերթին, հաշվի առնելով այն ընդհանուր քաղաքական արժեհամակարգը, որին եւ Հայաստանը եւ Եվրոպան ընդունում են այդ արժեհամակարգը։ Երկու կարևոր հանգամանք կա այստեղ, որը որ մեզ համար մի տեսակ կասկածելի, եթե կուզեք ոչ ընդունելի ձևակերպմամբ ասեմ, դարձնում է այն ինչ որ տեղի ունենում։ Մեկը ինչպես դուք ասացիք ընտրություններից առաջ, որովհետև այս իշխանությունները այս ամեն ինչը ծառայեցնում են իրենց սեփական քարոզչությանը, սեփական PR-ի բարձրացմանը, որ իրենք այդպես Եվրոպայի դռները բացում են եւ մեր ժողովուրդը այդպես գնում է մտնում է Եվրոպական միություն եւ այլն եւ այլն։ Այստեղ շատ կեղծիք կա նաեւ այն իմաստով, որ մի անհեթեթ օրենք են ընդունել, դա օրենք էլ չի Եվրոպական միություն մտնելու մասին, այդ օրենքը անդամակցության մասին այդ օրենքը, որը օրենք չի, որպես իրավական ակտ, այդպիսի բան գոյություն չունի։ Հայտարարություն է դա ընդամենը, բայց ինչ որ օրենք է ընդունվել այդպես։ Երկրորդ կարևոր հանգամանքը բովանդակային հարցերն են։ Բովանդակության մեջ շեշտադրվում է Եվրոպական միության աջակցությունը Հայաստանին դիմակայունության բարձրացման հիբրիդային սպառնալիքների դեմ հակազդման իմաստով։ Այսինքն սրանով Հայաստանին ներքաշում են կամ Հայաստանը իրեն թույլ է տալիս ներքաշել, այս իշխանությունները այնպես են անում, որ Հայաստանը ներքաշվի աշխարհաքաղաքական խաղերի միջև։ Ինչի մասին է խոսքը, որ իբրև թե մեզ օգնում է Եվրոպական միությունը պայքարելու Ռուսաստանից եկող այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ, տեղեկատվական սպառնալիքների դեմ։ Սա վտանգավոր է եւ նաեւ կեղծ է։ Վտանգավոր է այն իմաստով, որովհետեւ այս տարածաշրջանում Ռուսաստանը ունի որոշակի ներկայություն։ Իհարկե նրա դիրքերը թուլացել են, նվազել են, բայց այդուհանդերձ ունի նաև ռազմական ներկայություն այս տարածաշրջանում։ Եվ թշնամանալ Ռուսաստանի հետ Հայաստանի համար կարծում եմ հասկանալի է, որ լավ չի այն պարագայում, երբ որ տնտեսական մեծ էներգետիկ հատկապես կախվածություն կա։ Եվ այս առումով թշնամանալ պետք չի, նաև հաշվի առնելով մեր աչքի առաջ տեղի ունեցող ինչ որ տեղի ունենում Ուկրաինայում։ Բայց նաև սա կեղծ է, որովհետև այս իշխանությունները հակառուսականության գիծը որ վերցրել են, դա կեղծ հակառուսականություն է, որովհետև իրենք գնում են իրենց ներկայացուցիչները, Փաշինյանը, մյուսը գնում են այնտեղ, գնում են Պետերբուրգ, Մոսկվա եւ այդպես շատ փափուկ, հեզիկ, նազիկ, փիսիկ վիճակներով են հանդես գալիս, երբեք անուն չեն տալիս, գալիս են Հայաստանում ազգային ժողովում ամբիոններից կամ իրենց երկրորդ էշելոնի մարդիկ, երրորդ էշելոնի մարդիկ ինչ որ բաներ են խոսում, հակառուսականություն են խաղում։ Հասկանալի է, որ կեղծ է։ Եթե կեղծ չլիներ, կվարվեին այնպես, ինչպես որ Սաակաշվիլին էր օրինակ ժամանակին վարվում։ Հա։ Այսինքն, այս կեղծիքով իրենց տապալումների ինչից է այս հակառուսականությունը հատկապես շատ սրվել։ Նրանից, որ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի պայմաններում ՀԱՊԿ-ին դիմեցին, ՀԱՊԿ-ը օգնության չեկավ, հետևապես ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը չեն ճանաչում այն սահմանները, որտեղ Հայաստանի Հանրապետությունն է եւ իբրև թե իրենք ստիպված դիմեցին եվրոպացիներին, որպեսզի եվրոպացիները միջնորդեն Ադրբեջանի հետ կարգավորեն հարաբերությունները, իսկ դրա պայմանը Արցախ Ադրբեջանի կազմ ճանաչելն է։ Այսինքն ամբողջ այսպես պատասխանատվությունը գնում է դեպի Ռուսաստան եւ իրենց այսպես արդարացնելու համար ամբողջ մեղքը գցում են ռուսական կողմի վրա եւ հարմար է դրանով նաեւ
եվրոպացիներին, որ Հայաստանում լինեն հակառուսական տրամադրություններ, որովհետև ի վերջո պետության արտաքին քաղաքականության վրա ազդում է նաև մարդկանց ինքնությունը, հասարակության ինքնությունը։ Եթե այդ ինքնությունը ինչ որ հակաբաներ ունի դեպի հյուսիս ուղղված, ուրեմն նրանց այս առումով ձեռնտու է։ Բայց ամենաշատը սա Թուրքիային է ձեռնտու, որովհետև իր դիրքերն են այստեղ ամրապնդվում։ Ռուսների համար էլ այս ամեն ինչը, նաև այս կեղծ հակառուսականությունը, դա էլ իրենց համար որոշ չափով ընդունելի է վերին էշելոնների համար։ Օրինակ քարոզչական մակարդակում մենք տեսնում ենք, որ չի ընդունվում ամենայն դեպս քարոզիչները, այնպես ինչպես օրինակ Սալավյովը։ Կոշտ են խոսում այդ ամեն ինչի մասին, բայց ամենավերին մակարդակով ընդունելի են համարում այս թույլատրելի հակառուսականությունը այնքանով, որքանով իրենք դեռևս չեն կարող այս տարածաշրջանում իրենց պայմանագրային պարտականություններից բխող գործողություններ կատարեն, եւ դրա համար իրենց պետք է ինչ-որ մի վիճակ, որ կարծես թե բոլորին է պետք, մի վիճակ, որտեղ որ Հայաստանը միշտ զիջող է, միշտ պարտվող է, ցավոք սրտի, բոլորի համար ձեռնտու վիճակ, բացի հայ ժողովրդից։ Այս մի քիչ կներեք, որ բան արեցի, ամբողջական որպեսի ներկայացվի, հա, այս հենց սրա մեջ է կեղծիքը, որ տարվում է այդպես հակառուսական քաղաքականություն, որը իր էությամբ կեղծ է, բայց ժողովրդի գիտակցության վրա ունենում է ազդեցություն, իսկ դա նաև ունենում է ազդեցություն հարաբերությունների վրա, իսկ հետագայում չգիտենք ինչեր կարող են մեզ սպասել։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին առաջ հայաքվեն բողոքի ակցիա էր իրականացնում, ինչ պահանջ ուներ դա եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ դա գագաթաժողովի մասնակիցների վրա։ Այո։ Մենք եվրոպական երկրներին համարում ենք մեր գործընկեր երկրները, եվրոպական պետությունների ժողովուրդներին համարում ենք մեր բարեկամ ժողովուրդները։ Ու մասնավորապես օրինակ ֆրանսիացիներին, բելգիացիներին, շվեյցարացիներին, որոնց հասարակությունները հույներին եւ այլ ժողովուրդներին, հա, որոնց հասարակությունները տևական ժամանակ ցույց են տվել համերաշխություն հայ ժողովրդի խնդիրների վերաբերյալ։ Մենք շարունակում ենք ուրեմն կիսել այդ կարևորագույն արժեքները։ Բայց մենք բողոքում ենք նրանից, որ այսօր Եվրոպական միության կառավարման կառույցների քաղաքականությունը մեր պետության նկատմամբ եւ առհասարակ Հայաստան-Եվրոպական միություն, Հայաստան-Եվրոպա հարաբերությունները ոչ թե խարսխված են արժեքների վրա, ինչպես որ պետք է լիներ, ինչպես որ պետք է ակնկալեինք, այլ խարսխված են աշխարհաքաղաքական շահերի վրա, կեղծ շահերի վրա։ Եվ դրա համար այն ապօրինությունները, որ տեղի են ունենում Հայաստանում, եթե մեր հարաբերությունները Եվրոպայի հետ խարսխված լինեին արժեքների վրա, Եվրոպայից արձագանքներ կլինեին այս ապօրինությունների վերաբերյալ։ Մենք գնացել ենք բողոքելու դրա համար, որ տեսնեն այդ ապօրինությունները, որ տեսնեն, թե ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, երբ որ ընտրվում է ընդդիմադիր քաղաքապետ, համայնքապետ, ապա նա կամ բանտարկվում է, կամ կալանավորվում է, կամ պաշտոնազրկվում է, հա, այսպիսի հետապնդումների են ենթարկվում։ Եկեղեցու ներքին գործերի այս խայտառակ միջամտությունը, եկեղեցու դեմ այս քաղաքական խայտառակ արշավը, որ վարում է պետությունը։ Սա ոչ միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ արգելված բան է, եկեղեցու ներքին գործերի միջամտելը, այլ նաև մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով 9-րդ հոդված, հա, նախատեսված բան է, որ պետք է եկեղեցիները, հա, կրոնական կազմակերպություններն ունենան ինքնավարություն, որը որ կոպտորեն ոտնահարվում է։ Քաղաքական բանտարկյալները, Սամվել Կարապետյանի դեպքը, ով տևական ժամանակ գտնվում է կալանքի, իսկ այժմ տնային կալանքի պայմաններում եւ այդ պայմաններում ինքը փաստորեն իր գլխավորած ուժը մասնակցում է խորհրդարանական ընտրությունների եւ նա գտնվում է կալանքի վիճակում այն պայմաններում, երբ որ ընդհանրապես ասել է մեր ձևով կպաշտպանենք եկեղեցուն, որին անմիջապես հետևել է Փաշինյանի վիրավորական հայհոյախոսական այդ խոսքը, որ ես քեզ միշտ կլռեցնեմ եւ դրանց հետո ազգային անվտանգության ծառայությունը գնում է շրջափակում է նրա տունը, հա, ու այսպես բազմաթիվ այլ ապօրինությունների մասին խոշտանգումներ մարդկանց ծեծի են ենթարկում, խոշտանգում են Սամվել Վարդանյանը ակտիվիստ, Էդգար Ղազարյանը քաղաքական գործիչ, հա, որոնց խոշտանգման են ենթարկում, ծեծի են ենթարկել եւ
ոչ մի պատասխանատվություն չկա, մարդիկ այդպես ազատ եւ բազմաթիվ այլ դեպքերի կապակցությամբ գերիների Բաքվում պահվող գերիների կապակցությամբ Արցախի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման, աղճատման, աղվանականացման, նենգափոխման վերաբերյալ եւ այսպիսով մեր հանրային, ազգային օրակարգի կարևորագույն հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, քաղաքացու իրավունքներին, այդ ամեն ինչի հետ կապված, կարծես թե մեր գործընկեր երկրների ղեկավարները եւ մեկ կառավարման կառույցների ղեկավարները լուր են, աչք են փակում, որովհետեւ այսպիսի իշխանությունը պարզապես իրենց ձեռնտու է։ Նույնիսկ լսեցինք, որ 1-2-ն էլ աջակցություն են ավետել ճակերտավոր Նիկոլ Փաշինյանին, ինչը Հայաստանի ներքին գործերի միջամտության կոպիտ փորձ է։ Պարոն Սողոմոնյան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 8 տարի առաջ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի Դաշնության դե ֆակտո արբանյակ եւ Նիկոլը նա Փաշինյանին հենց անունով է անվանել, կազմակերպել է հեղափոխությունը եւ երկիրը շահել է։ Ինչպես կմեկնաբանեք Մակրոնի այս հայտարարությունը, որքանով է այն տեղավորվում բարոյականության եւ ողջամտության սահմաններում։ Հարգանք չհարուցող հայտարարություն է սա տեղի ունեցել մեր գործընկեր Ֆրանսիա պետության ղեկավարի կողմից 8 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ինքը հայտարարեց, որ այս թավշյա հեղափոխությունը աշխարհաքաղաքական ոչ մի դիմագիծ չունի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ապահովվելու է ժառանգականություն։ Այսինքն նշանակում է, եթե Մակրոնը ազնիվ է, ուրեմն Նիկոլ Փաշինյանը բնականաբար Նիկոլը իր ասած բնականաբար սուտ էր խոսում։ Իմիջայլոց Մակրոնը Նիկոլ է ասում, գուցե այդպես մոտ են իրար հետ։ Դա մտերմության նշան է, իսկ Թրամփը ասում է the other guy, այն մյուս տղան, Հայաստանի Հանրապետության պետության ղեկավարի հասցեին ասում է այն մյուս տղան եւ Հայաստանի կողմից պաշտոնական որևէ արձագանք չի լինում, օրինակ ասենք այդպիսի արձագանքներ լինում են, երբ որ Սալավյովն է կամ Կիսիլովն է ինչ-որ մի բան ասում այնտեղ, դեսպանին կանչում են, նոտա են տալիս արտգործնախարարություն, այս պարագայում իհարկե լռություն է։ Նիկոլ Փաշինյանից առաջ 3 նախագահների իշխանության տարիներին հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա են եղել եւ Եվրոպական միության շրջանակներում մեր համագործակցությունը սկսած 1996 թվականի գործընկերության եւ համագործակցության համաձայնագրից հետ մնացած փաստաթղթերը բոլոր խորը եւ համապարփակ համագործակցության համաձայնագիր այս ամբողջ ընթացքում շատ ավելի որոշակի, շատ ավելի ազնիվ հարաբերություններ են եղել եւ որից Հայաստանը օգտվել է իրականացնելով ինստիտուցիոնալ տարբեր բարեփոխումներ։ Եթե միջին վիճակագրական քաղաքացուն չասեմ, այլ շատ ավելի տեղյակ քաղաքացուն, շատ ավելի բարձր կրթական ցենզ ունեցող քաղաքացուն հարցնես, իսկ որն է այն տարբերությունը շոշափելիորեն, որն է այն տարբերությունը, որ դու տեսնում ես, ես չգիտեմ, թե որը պետք է լինի այդ շոշափելի այդ տարբերությունը հարաբերությունների, հա, մանավանդ այն պայմաններում, եթե իմաստը Եվրոպական միության հետ մեր համագործակցության խորացման իմաստը ինքնանպատակ չի, դա պետք է ազդի Հայաստանում մարդու իրավունքների ժողովրդավարության որակի բարձրացման վրա։ Բարձրացել է արդյոք մարդու իրավունքների պաշտպանությունը եւ ժողովրդավարությունը Հայաստանում, թե ոչ, ես այս հարցը այդպես որպես հարց ռետորական հնչեցնում եմ։ Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաքվեն համագործակցելու է ուժեղ Հայաստանի հետ եւ հուշագիր է ստորագրել։ Ինչու որոշեցիք հենց ուժեղ Հայաստանի հետ համագործակցել եւ ինչ ակնկալիք ունեք այս համագործակցությունից հաշվի առնելով, որ ուժեղ Հայաստանի ցուցակն արդեն պատրաստ էր եւ ձեր առանցքային ներկայացուցիչները կարծես թե ընդգրկված չեն այնտեղ։ Այո։ Ուժեղ Հայաստանը նոր ուժ է քաղաքական դաշտում, առաջինը եւ զերծ է անցյալում տեղի ունեցած այնպիսի ուրեմն ձախողումներից, տապալումներից եւ նաեւ ինչ որտեղ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու հանգամանքներից
Այսինքն ուժ է, որը որ հասկանալի է եւ ընդունելի է հանրության համար։ Սա մեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ մենք ինքներս եւս ասել ենք, որ պետք է հնարավորինս այդպիսի ուժի հետ համագործակցենք։ Երկրորդ, որ այս ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն, սրանք արժեքային, քաղաքակրթային ընտրություններ են։ Սրանք ընտրություններ են հայ լինելու մասին, քրիստոնյա լինել չլինելու մասին, եւ մարդ լինել չլինելու մասին։ Մարդ ֆիզիկական իմաստով չէ, այլ մարդ որպես մարդու տեսակ իմաստով։ Այն ինչ որ առաջարկում են այս իշխանությունները, լինելու է այն կողմում, դեպի ոչ հայը, դեպի ոչ քրիստոնյան, դեպի ոչ մարդը, նույնիսկ։ Եւ դրա համար խիստ անհրաժեշտ է այս իշխանություններին իշխանազրկելը։ Այս իշխանություններին իշխանազրկելու ամենաէական եւ իրական ռեսուրսը, կշիռը, հնարավորությունը ունի հենց ուժեղ Հայաստանը։ Եվ բացի այդ էլ նաեւ մենք տևական ժամանակ շփվել ենք, հաղորդակցություն ենք ունեցել եւ կարևորագույն հարցերի վերաբերյալ ունենք ընդհանուր մոտեցումներ, ընդհանուր գաղափարական դաշտի մեջ ենք գտնվում, խնդիրները ընդհանուր առմամբ կիսում ենք եւ այդ պատճառով, այդ եւ այլ պատճառներով որոշեցինք, որ պետք է իրենց հետ համագործակցենք, աջակցենք իրենց, մեզ համար այդքան բան չի, կարևոր չի, որ մենք թե ցուցակում կանք, թե ցուցակում չկանք։ Այս անգամ չենք լինի, մյուս անգամ կլինենք կամ մյուս անգամ էլ չենք լինի։ Ի վերջո կարևոր է իհարկե օրենսդրի մեջ լինելը, օրենք մշակելը, կարևոր է իհարկե։ Պետական կառավարման մարմինների ռենոմեն բարձրացնելը նաև կարևոր է, հաշվի առնելով նաև մեզանում առկա մասնագիտական ներուժը, մեր անդամների պրոֆեսիոնալիզմը։ Այդուհանդերձ, այս պահի դրությամբ շատ ավելի կարևոր է իշխանափոխության իրականացումը եւ հայ մնալու հանրաքվե է, քանի որ սա դրա համար մեզ համար շատ կարևոր էր, որ այս ընտրություններում ունենանք արդյունք։ Պարոն Սողոմոնյան, ավելի վաղ էլ Հայաքվեն ու նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի առաջնորդած միասնության թևերն էին համագործակցության հուշագիր ստորագրել, որը չեղարկվեց։ Ինչպես կմեկնաբանեք Արման Թաթոյանի հետ այս համագործակցության խզումը, ինչու կյանքի չկոչվեց այս համագործակցությունը։ Մենք այդ մասին հայտարարությամբ հանդես եկել ենք եւ ասել ենք, որ ծրագրային հիմնադրույթների վերաբերյալ մեր ունեցած անհամաձայնություններն են եղել պատճառը, որի պայմաններում դժվար էր այս փուլում իրար հետ ընտրական միավորման տրամաբանությամբ առաջ շարժվելը։ Ես պետք է ձեզ խնդրեմ, որ այդքանով սահմանափակվեմ, որովհետև մեր գործընկերները գտնվում են մինչ ընտրական process-ում, շուտով մուտք կգործեն նախընտրական քարոզչության շրջանը եւ հիմա քննարկելը թե ինչու չեղավ բան, ինչ որ այնտեղ կարող է բան ստացվել, այդպես քննադատության լինի, մենք մեր տեսակետից, իրենք իրենց տեսակետից, դա ես չէի համարի օգտակար։ Դա մեզ ոչինչ չի տալու այս փուլում։ Հետագայում գուցե կհասկանանք ինչ որ ձևով անդրադառնալ այս հարցին կամ չանդրադառնալ, այդքան էլ կարևոր չի, կարևորը որ մենք սրտանց ցանկանում ենք, որ միասնության թևերը ունենան հաջողություն եւ հաղթահարեն ընտրական շեմը, որը ել ավելի կմոտեցնի այս իշխանությունների պարտությունը։ Չնայած որ իշխանության կողմից հակաեկեղեցական արշավի առաջին փուլը, այսպես ասած, կարծես թե ձախողվեց, սակայն ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում ներառել է մինչև 2031 թվականը վեհափարին հեռացնելու հարցը եւ այնտեղ վեհափարին անվանում է եկեղեցու փաստացի պետ։ Ինչ կսպասվի եկեղեցուն առհասարակ եւ ընդհանուր Հայաստանին ինչ կսպասվի, եթե ՔՊ-ին հաջողվի այս ընտրություններում վերարտադրվել։ Սարսափելի է այդ մասին մտածելը անգամ։ Ինչ կսպասվի։ Ես երբ որ փակում եմ աչքերս ու պատկերացնում եմ, թե ինչեր կարող են տեղի ունենալ, շատ խայտառակ բաներ կարող են տեղի ունենալ, եթե այդ ուղեգիծը իսկապես շարունակվի գործադրվել, դա ցույց է տալու, որ Հայաստանը վերջնականորեն է հատում բռնապետության գիծը։ Վերջնականորեն է հատում բռնապետության գիծը։ Ես տեսնում եմ քաղաքացիական բախումներ։ Ես տեսնում եմ հոգևորականների եկեղեցու հետ կապված վիճակներ, որոնք
կոմունիստական բռնապետության, բոլշևիկյան բռնապետության ժամանակաշրջանում են եղել, այլ կերպ չի կարող լինել, որովհետև ամբողջ համակարգը, եկեղեցական ամբողջ հիերարխիան, չհաշված ինչ որ բացառություններ, կանգնած է իր հովվապետի մեր նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II կողքին եւ հավատարմության ուխտ ունի նրա հետ կապված եւ բոլորը պահպանում են այդ ուխտը։ Դա նշանակում է, որ պետք է ամբողջ եկեղեցին ինքը կազմաքանդի կամ այլ ապօրինություններ պետք է անի։ Իսկ այդ ամեն ինչը չի կարող հալած յուղի պես անցնել, չի կարող հեշտ տեղի ունենալ։ Բայց սա շատ խայտառակ գնահատականի արժանի է այդ հանգամանքը, որ նախընտրական ծրագրում տեղ է գտնում փաստացի հակասահմանադրական դրույթ եկեղեցու գլխին, եկեղեցու ղեկավարին, կաթողիկոսին հարկադրել հանգստի կոչման, այսպես կոչված։ Սա ոչ միայն հակասահմանադրական է Հայաստանի Հանրապետության սահմանադրության իմաստով, այլև հակաիրավական է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերի դրույթների իմաստով, որովհետև հայ ժողովրդի մեծագույն մասը ապրում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, իսկ ամենայն հայոց կաթողիկոսը ոչ միայն Հայաստանի Հանրապետության 3 միլիոն քաղաքացիների հայերի, հայ առաքելական եկեղեցու հետևորդների, չեմ ասում, որ բոլոր քաղաքացիների հովիվն է, հոգևոր հովվապետն է, այլև ամբողջ հայության, ովքեր որ իրենց համարում են Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու անդամներ։ Սա մարդու իրավունքների ոտնահարման կոպտագույն դեպք է։ Եվ սա պետք է իր գնահատականին արժանանար, ցավոք այդ թվում նաև այսօրվա մեր հյուրերի կողմից, որոնք որ դրա վրա էլ աչք են փակում։ Եվ պարոն Սողոմոնյան, զրույցն ամփոփելով, օրերս հրապարակվեց, հանրությանը ներկայացվեց կենսաչափական նոր անձնագրերի դիզայնը, նախ դա հանրությանը բուրն արձագանքեց գույնի մասով, հետո նաև այն մասով, որ անձնագրում պատկերված է խորվիրապը առանց Արարատի։ Իշխանությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, դա մեկնաբանում է այնպես, որ կադրը դրվել է Հայաստանի ինքնիշխան տարածքից, նայում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, դրա համար էլ Արարատը բացակայում է։ Ինչպես եք վերաբերում նախ այս անձնագրերի փոփոխությանը եւ Արարատի բացակայությանը դրանում։ Այդ բացատրությունները անհեթեթություններ են իհարկե։ Այս մասին շատ է խոսվել, պատմություն կա այդ մասին, նույնիսկ չգիտեմ դա պատմություն է իրական թե լեգենդ է, բայց հայտնի այսպիսի մի պատմություն կա, երբ որ խորհրդային Հայաստանի զինանշանի վրա կրկին պատկերվում է Արարատ լեռը, Թուրքիայից գալիս է նոտա, պաշտոնական դիվանագիտական նոտա, որ ինչու մեր տարածքում գտնվող լեռը պատկերված է ձեր միութենական հանրապետության զինանշանի վրա։ Պատասխանը լինում է հետևյալը. լուսինն էլ պատկերված է ձեր դրոշի վրա։ Ինչ է լուսինը ձեզ է պատկանում, հա։ Դեպքեր կան այլ պետությունների մոտ, դեպքեր կան, որ տվյալ պետության զինանշանի խորհրդանիշի վրա, հա, պատկերված է մեկ այլ պետության տարածքում գտնվող ինչ որ մի լեռ կամ աշխարհագրական այլ օբյեկտ։ Դա չի նշանակում, որ պետությունը պաշտոնապես տարածքային հավակնություններ է ներկայացնում։ Մանավանդ, որ նորանկախ Հայաստանի շրջանում հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը, որ թերթում ենք, այդպիսի դեպք անգամ ես չեմ հիշում, որ Թուրքիայի կողմից Հայաստանի առջև նախապայման դրված լիներ Արարատ լեռը հանել զինանշանից։ Այսպիսի դեպք չի եղել։ Թուրքիան օրինակ, ասենք, նախապայման դրել էր, որպեսզի Արցախը Հայաստանի Հանրապետությունը ճանաչեր Ադրբեջանի մաս, հրաժարվեր հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղված քաղաքականությունից, բայց Արարատ լեռը հանել ինքնության ինժեներիա իրականացնելու պահանջ չէր դրել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մեր ինքնության մեջից ուզում է հանել Արարատը, որը որ անխզելիորեն է կապված մեզ հետ, հա, մեր կաթի հետ կա։ Երբ որ մենք դպրոցում սովորում ենք Եսի մանուշ Հայաստանին, որը վերջանում է ինչպես անհաս փառքի ճամփա, եսի մասիս սարն եմ սիրում ով, երբ որ մենք անգամ մեր պատմության խորքերից խորենացու ավանդած
գողթանի գուսանական երգերից, որտեղ ասում է, որ թեհեցնես որսի գնաս ազատ նիվերի մասիսը կա, մասիսը ամեն ուր է, մեր ինքնության մեջ է, չի կարելի այսպես գրեհիկ ձևով ինչ որ հանուն քո իշխանության պահպանման վախերի այսպիսի բաներ իրականացնել։ Եթե ցավոք, եթե Աստված մի արած ընտրվի, գուցե այս մի բանն էլ անի, բայց չի կարող նա բոլոր հայերին ստիպել չնայել Մասիսին, չի կարող ստիպել մեր նկարիչներին չնկարել, չի կարող մեզ ստիպել չլուսանկարել, չապրել, չհուզվել Մասիսով, չկարդալ Շիրազի Մասիսին նվիրված բանաստեղծությունները եւ այլն։ Մասիսը մեր սրտերում է եւ ինքը այս ինքնության ինժեներիան սանձազերծած այս արշավի մեջ ինքը պարտվելու է, սա ոչ մի տեղ չտանող արշավ է։ Ինքը այս առումով ես համոզված եմ, որ անգամ իր կուսակիցների, բացի որոշ նյութապաշտներից վերցրած մեջ լեգիտիմություն չունի այս ամեն ինչ իրականացնելու համար։ Անձնագրի թեման շարունակելով վերջին էջում բացակայում այն գրառում, որ անձնագրի կրողի հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Ինչով է սա պայմանավորվում եւ ինչ ուղերձ է սա իր մեջ պարունակում։ Այդ պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնությունը այնքան է իջած, որ Հայաստանի Հանրապետությունը իդեմս իր ներկայիս ղեկավարության հանձն չի առնում պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով կգտնվի արտասահմանում ինչ որ օգնության կարիք կունենա, որովհետև այդ հովանավորություն, այդ նշումը շատ կարևոր է։ Շատ երկրների կամ գրեթե բոլոր երկրների մոտ այդ նշումը կա, որով ցանկացած պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության կողմից ուղերձ է տրվում, որ իմ քաղաքացին է, իր նկատմամբ դրսևորած հարգանքը նշանակում է հարգանք Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Իմ հյուրն էր Հայկական քվե կուսակցության վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանը։ Կհանդիպենք։